պատկամը, որը սրդումս կա, ուզում եմ փոխանցեմ, հետաքրքիր է վերնագրի մեջ, ես մի քիչ փոփոխություն արեցի ու առավոտ մտածում էի, այս խոսքերը եկավ իմ մեջ, թող վարարեն գետերը և այն ընդունիր հավատքով։ Գիտեք, շատ անգամ մենք խոսում ենք Աստծո ներկայության մասին, Աստծո խոստումների մասին, ու իրականում Աստված շատ հզոր խոստումներ ունի իր ժողովրդի համար, իր եկեղեցու համար, որի ժառանգորդները մենք ամեն մեկս ենք, բայց կարևոր է, որպես այդ ամենը մենք կարողանանք հավատքով ընդունել։ Ուզում եմ մի վկայություն բերեմ, մի օրինակ պատմեմ, մենք արթնության մշակների թիմ ունենք, հիմնականում երիտասարդներ, որը նաև Գյումրիում այսօր առաջի ծրագիրն ենք անելու, բավական երիտասարդներ են ու իրանցից մեկը ինձ հարցրեց հավատքի քայլը կամ հավատքով առաջ գնալը ինչ ձևով է տեղի ունենում։ Գիտեք, իրականում մեր ամեն մեկի կյանքի գերագույն խնդիրն է սա։ Մենք գիտենք Աստծո խոսքը ասում է, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Ու մի բան, որը եկավ իմ մեջս ու ես ասացի իրան, հետո նաև մեկ ուրիշ օրինակ էլ կպատմեմ պատկամի ընթացքում, գիտեք, հավատքը դեպի առաջ քայլ անելն է վստահելով Տիրոջը։ Այն ինչը դու դեռ չես տեսնում, դու դեպի առաջ քայլ ես անում։ Ու ես փորձեցի բացատրել հետևյալ կերպ. Աստված խոստում է տվել, ու այդ խոստումի հանդեպ, որը իմ կյանքիս մեջ դեռ ինքը պտուղ չի տվել, ես հավատքս խարսխում եմ այդ խոստումի վրա, թեև ես դեռ այդ խոստումի մեջ չեմ։ Կարծես ինքը նման է մի բանի, որ ես դեռ չեմ հասել այդ գետերին, բայց ես խարիսխ եմ գցում այդ ջրերի մեջ։ Ես դեռ չեմ հասել այդ ջրերի զորությանը, դեռ չեմ հասել այդ աստվածային զորավոր ներկայությանը, բայց ես խարիսխ եմ գցում, ես ինչ-որ մի բան եմ գցում դեպի այդ ջրերը, դեպի այդ խոստումները։ Ու շատ անգամ, երբ որ մենք խոսում ենք հրաշքի մասին, հրաշքը գալիս է այն ժամանակ, երբ որ դու հավատքով քայլ ես անում չերևացած բաների նկատմամբ։ Երբ որ դու հավատքով քայլ ես անում այն բաների ուղղությամբ, որոնց մասին դու աղոթում ես։ Ու չերևացած բաները երևացածի պես դու սկսում ես կանչել, սկսում ես աղաղակել, սկսում ես գոհանալ, ու այդ ամենը սկսում է իրականություն դառնալ քո կյանքի մեջ։ Այսինքն դու պատկերացրա, դու մի տեղ ես, որտեղ ցուրտ է, բայց դու գիտես ներսում տաք է։ Դու դեպի ներսը հավատքդ խարսխվում ես, որ դու մտնելու ես այդ ներսը, դու մտնելու ես այդ ջերմության մեջ, դու մտնելու ես այդ ջրերի մեջ։ Իհարկե սրա մասին դեռ ավելի կխոսենք, բայց ուզում եմ կարդանք մի քանի խոստում, հետո փորձենք մեր հավատքը իրականում խարսխենք այս խոստումների վրա։ Եսայի մարգարեության 41-րդ գլխի 17-րդ համարի մեջ մենք կարդում ենք հետևյալ խոսքերը. թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա։ Նրանց լեզուն ցամաքել է ծարավից։ Ես Տերը պատասխան եմ տալու նրանց։ Ես Իսրայելի Աստվածս նրանց չեմ լքելու։ Մենք տեսնում ենք մի համար, որը կարծես մեր իրականությունն է, թշվառները, կարիքավորները ջուր են խնդրում, բայց այդ ջուրը չկա։ Իրանք ծարավ են, իրանք փափագում են այդ ջրերին, բայց այդ ջուրը դեռ չկա իրանց կյանքի մեջ։ Աստված ուղղակի խոսում է իր ով լինելու մասին ու ասում է, բայց ես պատասխան ունեմ նրանց համար։ Բայց ես պատասխան ունեմ նրանց համար։ Իրանց ծարավը ես չեմ լքելու, իրանց թշվառության մեջ, կարիքի մեջ երբեք ու երբեք չեմ լքելու, ես կկանգնեմ իրենց կողքը։ Ու սա իրականում շատ զորավոր աստվածային խոստում է, որ Աստված ասում է քո դժվարության մեջ, քո կարիքավորության մեջ, քո թշվառության մեջ, քո աղքատության մեջ, քո հոգևոր ծարավի եւ փափագի մեջ Աստված քեզ չի լքելու։ Ու ոչ միայն չի լքելու, այլ ինքը ասում է, ես կկանգնեմ քո կողքին։ Ես կկանգնեմ քո կողքին եւ շարունակության խոսքը 18-րդ համարը ասում է. բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ եւ հովիտներում աղբյուրներ, անապատը ջրավազանի պիտի վերածեմ եւ չոր երկիրը ջրի աղբյուրի։ Գիտեք, հետաքրքիր է, երբ որ մտածում ես բլուրների մերկ գագաթները, բլուրներ, որտեղ ծառ չկա, որտեղ խոնավություն չկա, որտեղ միմիայն չորություն կա, ու Աստված ինքը խոստանում է բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ եւ հովիտներում աղբյուրներ։
Սա մի խոստում է, որից մենք հավատքի խարիսք գցելու կարիք ունենք։ Այսինքն մենք տեսնում ենք Աստված ինքը խոստանում է, եթե ես ձեզ հարցնեմ ու ասեմ, Աստված հնարավոր է սուտ խոսի։ Մեր պատասխանն է ոչ։ Այն ինչ գրված է Աստվածաշնչի մեջ, մենք ընդունում ենք, որ ճշմարտություն է, Աստծո բերանից դուրս եկած խոսք է, ու Աստված ինքը խոստանում է բլուրների վրա, այնտեղ որտեղ հնարավոր չէ, այնտեղ որտեղ չորություն է, այնտեղ որտեղ ավելի ու ավելի քիչ հավանական է, որ ջրի աղբյուրներ կծնվեն, կլինեն կամ կստեղծվեն, հենց այնտեղից Աստված ջրի աղբյուր է տալու։ Շատ հաճախ ես մտածում եմ Իսրայել ժողովրդի պատմության մեջ, երբ որ իրանք անապատում էին ու իրանք ջուր ուզեցին, ու Աստված ասաց Մովսեսին, մոտեցիր այս ժառին ու հարվածիր այս ժառին։ Ոչ թե ինչ որ միտեղ, որտեղ հնարավոր է, ծառա շատ տեղ էր, խոնավություն կար, սարի ստորոդում մի հատ ջրի աղբյուր կար, ինք ասաց մոտեցիր այս ժառին ու հարվածիր այս ժառին ու ես ջուր եմ բխեցնելու։ Այնտեղ որտեղ հավանական չէ, որ օրհնություն լինի, Աստված խոստանում է օրհնություն։ Գիտեք, շատ անգամ մեր կյանքերի մեջ կան մարդիկ իրավիճակներ, որոնց հանդեպ մենք ուղղակի փակվում ենք ասելով, թե հնարավոր չէ, թե չի լինի, թե այս աշխատանքը հնարավոր չէ, այս օրհնությունը հնարավոր չէ, թե այս մարդուց ոչինչ դուրս չի գա, ու շատ անգամ ժողովրդական խոսքն էլ կա, այս մեկից Պողոս Պետրոս դուրս չի գա, երանի թե բոլոր մեկերից Պողոս ու Պետրոս դուրս գար։ Ժողովրդական մի հատ խոսք է, Աստված ինքը կարծես թե ասում է, հստակ ձևով ինքը ասում է, այնտեղ որտեղ անհավանական է քեզ թվում, որ օրհնություն կա, ես օրհնություն եմ բերելու։ Ու սա շատ կարևոր է, որպես մեր հավատքը շարժի։ Սա շատ կարևոր է, որպես մենք մեր հավատքի խարիսխը ուղղակի գցենք այս խոսքերի մեջ։ Խոսքը, Աստծո խոսքը ինքը ջրի նման է, ու խարիսխը գցում են ջրերի մեջ։ Մենք ունենք կարիք մեր հավատքի խարիսխը գցելու Աստծո խոսքի ջրերի մեջ, կբնելու այդ խոսքին եւ ուղղակի հավատալու այնտեղից որտեղից հնարավոր չէր, Աստված ինքը մեր բլուրների կակատների վրա գետեր է բխեցնելու եւ ինքը ամեն չորություն ուղղակի իր աղբյուրներով իր ներկայությամբ թրջում է։ Մեր ամեն մեկի կյանքի մեջ եղել է պարագաներ, որի մեջ մենք տեսել ենք, նայել ենք ու ասել ենք, հնարավոր չէ, իրավիճակը երբ է փոխվելու, հնարավոր չէ, երբ է այս դառնությունը հասնելու, երբ եմ ես այս խնդրի վրա հաղթանակ ունենալու, բայց հանկարծ մի օր դու տեսնում ես, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ փոխվեց, ու ոչ մի բան այս երկրի վրա մնայուն չէ, ամեն բան փոխվում է, այն ինչը քո համար անհնարին է փոխվում է, այն մարդիկ, ովքեր միշտ կարծրատիպեր են ունեցել, չեն ապաշխարել, իրանք կանգնած են, իրանք անսասան են, հանկարծ մի բան ու Աստված փոխում է իրանց սրտերը։ Այսինքն մենք տեսնում ենք Աստծո ձեռքի գործը, ինչու համար, որովհետև Աստված ինքը չի ուզում այն բնական միջավայրի մեջ հրաշք գործի։ Աստված ուզում է բլուրների մերկ գագաթներից աղբյուրներ ու գետեր բխեցնի։ Քանիստ եք հավատում, որ հնարավոր է։ Գիտեք, շատ անգամ ես հաճախակի բերում եմ այս օրինակը, կար ժամանակ, երբ որ Գյումրի քաղաքը չորության մեջ էր։ Ես ու շատ շատերը խենթի պես խոսում ենք, որ լավ է լինելու։ Մարդիկ չէին հավատում։ Համաձայն եք իմ հետ, սրանից 10 տարի, 15 տարի առաջ մարդիկ չէին հավատում։ Ես հիշում եմ մեր եկեղեցին դեռ փոքր էր, ես կանգնած էի այդ կողմը, մի պատկամ եմ տալիս, որ Աստված օրհնելու է այս քաղաքը, այս քաղաքի մեջ աշխատատեղեր է լինելու, բնակարանները թանկանալու է, որովհետև Աստծո օրհնությունը գալու է այս քաղաքի վրա եւ այս քաղաքը վերականգնվելու է, ես պատկամ եմ տալիս։ Ես հոգուս մեզ զգում եմ մարդկանց ներքին քմծիծաղը։ Միթե հնարավոր է։ Բոլորը փախչում են այս քաղաքից։ Այս քաղաքը ապրելու տեղ է, փողոց չկա մեքենա վարելու, տեղ չկա քայլելու։ Գիտեք, ես զգում եմ այդ ամենը, բայց շարունակում եմ հավատքի խոսք խոսել։ Ու գիտեք, անցավ տարիներ ու Աստված օրհնեց այս քաղաքը։ Աստված օրհնեց այս քաղաքը։ Անհնարին թվացող բաները հնարավոր է, երբ որ մենք մեր հավատքը խարսխում ենք Աստծո խոստումների վրա։ Անկամ դեռ ինքը չկա, ինքը գոյություն չունի, բայց դու քո հավատքը խարսխում ես Աստծո խոսքի վրա։
ու անգամ շատ իրավիճակների մեջ մենք տեսնում ենք իրականում անհնարին էր, հնարավոր չէր, դժվարություն կար, խնդիր կար, իրավիճակները չէր փոխվում, բայց Աստված ամենակարող Աստված է, ու Աստվածը ներգործողը ու բլուրների մերկ կակատից կետեր բխեցնողը։ Մեկ ուրիշ համար, որը գրված է Եսայի մարգարոության 44-րդ գլխի 3-րդ համարը, որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ չորացած երկրի վրա։ Ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը քո երանքից ծնվածների վրա։ Գիտեք, սա մի հզոր խոստում է։ Քանիսիդ երեխաները չեն ապաշխարում։ Աստված խոստանում է իր հոգին թափել քո երեխաների, քո սերունդի վրա։ Քանիսդ կարող եք հավատալ սրան։ Դուք ամեն մեկը նայում եք, վայ իմ տղան, իմ աղջիկը, վայ իմ հարսը, այ հարսը եթե չունենար, իմ տղես այդ կինը եթե չունենար, մի ինքը շուտվանից ապաշխարել էր։ Գիտեք, նման բաների ենք մենք նայում երևույթային, բայց Աստծո խոսքը ասում է իմ հոգին թափելու եմ քո սերունդի վրա։ Կապ չունի, թե քո տղան ինչքան կարծրատիպեր ունի, կապ չունի, թե քո հարսը ըստ քո չափանիշների որքան ահավոր է, Աստծո խոսքը հավիտենական է ու ճշմարտություն է։ Ու կարևոր է, որպես դու ավելի ու ավելի քո հավատքը խարսխես Աստծո խոստման վրա ու ոչ թե այն երևույթի վրա, որը շատ հաճախ մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ու անհավատությունը կարծես իր շղարշը, իր ծածկոցը գցում է մեր վրա։ Գիտեք, հետարքիր մի բան կա հավատքի կյանքի մեջ։ Մենք մի կողմից ասում ենք հավատում ենք, մյուս կողմից գործում ենք անհավատի պես։ Մի կողմից մենք ասում ենք, մենք խոսքը կաշտում ենք, մենք հավատացյալ ենք, չէ, Աստծո կամքն է կլինի, բայց մյուս կողմից մեր գործերը կամ մեր խոսքերը անհավատի պես են։ Եթե դու օրինակի համար ասում ես, հա, ճիշտ է, Աստծո խոսքը ճշմարտություն է, ես հավատում եմ, բայց երանի թե նման բան լիներ։ Այսինքն դու այնքան հեռու ես տեսնում այդ ամենը։ Դու քո մեկ խոսքով հրաշք է հեռացրեցիր քո կյանքից։ Գիտեք, շատ անգամ ինչպես է գալիս բժշկությունը։ Հետարքիրը եկեղեցում մի քանի բժշկություններ են տեղի ունեցել, որոնք այսպես ասած աղոթել ենք, օրհնել ենք մարդկանց, հետո մարդիկ եկե վկայություն են տվել, որ իրանք հրաշք են ունեցել, իրանք բժշկվել են, անգամ այս վերջերս մեր երիտասարդներից մեկը նորից բժշկության հրաշքի մասին վկայություն տվեց։ Գիտեք, մենք չգիտենք ինչպես է գալիս, բայց մենք ուղղակի որոշում ենք հավատալ։ Ու հիմնականում տեսնում ենք այդ մարդիկ, ովքեր գալիս են աղոթքի համար, անգամ երեք մեր քույրերից մեկը մոտեցավ, ասաց, ինքը արդեն երկրորդ խնդրից է բժշկություն ունենում, մոտեցավ, ասաց, որ գնացել են բժշկի, բժիշկը ասել է գնա քո կյանքը ապրի, ամեն ինչ նորմալ է քո մոտ, ես վկայություն եմ տալու, ես ուրախացա, ասացի փառք Աստծու, ում համար մենք բեմի վրայից աղոթել էինք, բայց ասում եմ կարծես թե քո մոտ սովորություն է, ես խնդրից բժշկվել, հետո նրանից բժշկվել, հետո էլ ինչ խնդիր ունես, հետո այն մյուսից կբժշկվես, գիտես, այո, բժշկվելու ենք։ Սա է հրաշքը։ Ինչու համար, որովհետև մարդիկ հավատք են ընծայում։ Մարդիկ իրանց հավատքը խարսխում են չերևացած բաների վրա։ Ու այս չերևացած բանը ուզում եմ ամեն մեկը ձեր համար ուղղակի վերցնեք հետևյալը, մերկ բլուրի վրա գետի աղբյուրներ են լինելու։ Մերկ բլուրի վրա անհավանական վիճակում, անհավանական վայրում, անհավանական թվացող հրաշքը, անհավանական թվացող բժշկությունը ուղղակի տեղի է ունենում, անհավանական թվացող արթնությունը ուղղակի տեղի է ունենալու, անհավանական թվացող այս քաղաքի մարդկանց ապաշխարությունը ուղղակի տեղի է ունենալու, որովհետև խոսքը ուղղակի ասում է, ես իմ հոգին թափելու է քո սերունդի վրա։ Գիտեք, երբ որ Աստծո հոգին թափվում է մեր սերունդների վրա, իրական հրաշքը դա է։ Մեր սերունդները սկսում են օրհնվել։ Սիրելի մայրեր, քույրեր, աղոթեք Տիրոջը այս խոստման հիման վրա։ Ձեր ոչ մի երեխան չպիտի մնա անապաշխար վիճակի մեջ։ Բոլորն էլ հավատում են, բայց ձեր ոչ մի երեխան չպիտի մնա անապաշխար վիճակի մեջ։ Թագեք երկնքի դռները, կանչեք Տիրոջ անունը, հարատևեք աղոթքի մեջ, որոշեք մեկ օրվա մեջ, մեկ ամսվա մեջ ունենալ են աղոթքը, որի համար մարդիկ տարիներով են աղոթում, հենց ձեր սերունդի ապաշխարության համար, ինչու համար, որովհետև Աստծո խոստումը շատ հստակ է,
ու Աստված ուղղակի ասում է իմ հոգին թափելու եմ ձեր սերունդի վրա, որը մենք տեսնում ենք իրականություն դարձավ այս ազգի մեջ հենց Պենտեկոստեի օրը ու մինչև այսօր էլ այդ ամենը շարունակում է իրականություն դառնալ։ Մինչև այսօր էլ այդ ամենը շարունակում է իրականություն դառնալ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի մեջ։ Մեկ ուրիշ խոստում, որ ուզում եմ կարդամ, այն ժամանակ կաղը կցատկի եղջերուի պես եւ համրի լեզուն կօրներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն եւ ամայի տեղերում հեղեղներ, այն ժամանակ կաղը կցատկի եղջերուի պես։ Գիտես, շատ անգամ մենք ասում ենք այս խնդիրը, այս հիվանդությունը, այո, կան խնդիրներ ու կան հիվանդություններ, բայց Աստված ուղղակի խոստանում է կաղը ցատկելու է եղջերուի պես։ Կաղը ցատկելու է եղջերուի պես։ Մի պատմություն իմացա այս վերջերս, հատկապես այդ պատմություններին շատ եմ ուշադրություն դարձնում, մի Աստծո ծառա, ով ավետարան է քարոզե հրաշքների ու բժշկությունների մեջ է եղել, իր ձայնը կդրվում է։ Գնում է բժշկի, բժիշկը ասում է դու այլևս ոչ կարող ես խոսել, ոչ էլ կարող ես քարոզել։ Այս քարոզիչը ծիծաղում է բժշկի ասածի վրա ու գտնում է մեկին իրանց հովիվներից, գուցե իր հետ է լինում, ասում է նայ ձեռքը տիրին վրա աղոթի կբժշկվեմ։ Այս հովիվը զարմացած ասում է դու ես հրաշքների ծառայության մարդ, ես ինչա, ասում է ձեռքը տիր վրաս աղոթի։ Այս հովը ձեռքը դնում է իր վրա, աղոթում է, ձայնը բացվում է ու գնում շարունակում է ավետարան քարոզել։ Գիտեք ինչ արեց այս ազնվորությունը, ինքը հավատքի քայլ արեց։ Ինքը կարող էր աղոթել իր համար, կարող էր, բայց ինքը Աստծո խոսքի համաձայն երեցին կկանչես կաղոթի քո համար եւ դու կբժշկվես։ Ինքը ասաց ուղղակի աղոթի, ես հավատում եմ բժշկվելու եմ, ինչ է ասում բժիշկը էական չէ։ Աստծո խոսքը ասում է կաղերը կցատկեն։ Աստծո խոսքը ասում է, որ իրանք եղջերուի պես կցատկեն եւ համրի լեզուն կօրներգի Տիրոջը։ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, իսկ ինչու համար մեր շրջապատի մեջ եղող կաղերը կամ անգամ չենք էլ տեսնում կաղեր, ովքեր ցատկում են կամ Տերը հրաշք է գործել իրանց կյանքի մեջ։ Աստված այս խոսքերի միջոցով ուզում է մեր ամեն մեկի հավատքը շարժել։ Ու գիտեք, մի բանի ես հավատում եմ, Աստված մեզ իրականում տանում է այս ուղղությամբ ու մենք ունենալու ենք արթնություն, որի մեջ կաղերը ցատկելու են եւ համրի լեզուն բացվելու է։ Ուղղակի եկեք մեր հավատքը խարսխենք այս խոստումների վրա, մեր հավատքը հաստատենք այս խոստումների վրա։ Գիտեք, շատ անգամ մի պատկան, որ առել եմ Տիրոջից, շատ անգամ մենք կենտրոնացած ենք փոքր բաների մասին մտածելու։ Այսօր աղոթեցի, թե չէ, չպետք է լինի նմանով օր, որ դու չաղոթես, գոնե 1 ժամ, այդ մասին այլևս չենք խոսում։ 10 նոր տամ, թե չէ, չպետք է լինի մի քրիստոնյա, որ անհավատարիմ լինի Տիրոջ առաջ։ Բոլորը ձեր 10-նորդի ու զոհաբերության մեջ հավատարիմ եք լինելու։ Սա է Աստծո կամքը։ Եկեղեցի գնամ, թե չէ, գիտեք, դատարեք նման փոքր բաների մասին մտածելուց։ Եթե դու դեռ մտածում ես 10-նորդ տամ, թե չէ, կամ աղոթեմ, թե չէ, կամ պատճառ ես բերում, թե ինչու համար չես աղոթում, դու դեռ այն վիճակի մեջ չես, որբեսի բլուրների վրա գետեր բացվեն։ Դեռ այն վիճակի մեջ չես, որ կաղերը ցատկոտեն, ինչու համար, որովհետև թշնամին քեզ կենտրոնացրել է փոքր բաների վրա։ Գիտեք, իրականության մեջ աղոթքը ու 10-նորդը փոքր բաներ չեն, շատ կարևոր բաներ են, բայց քո ունեցած մտածելակերպն ու հասկացողությունն է փոքր, որ դու ավելի շատ տանում ես ունայն բաների վրա ինքդ քեզ քո սխալի մեջ արտարացնելու առումով։ Բայց Աստծո նպատակը ավելին է։ Աստծո նպատակը իրականում ավելին է։ Ու մի բան, որը սրտումս կա, գիտեք ինչու համար Աստված մեզ տվեց իշխանություն իր որդիները լինելու։ Ինքը չասաց հրեշտակներից մեկի պես կլինես։ Ինքը չասաց, թե Ադամի նախկին դիրքը, ով ուներ իշխանություն երկրի վրա, այդ իշխանությունը կունենաս։ Ինքը հատուկ մի հատ Տիդղոս չստեղծեց մեր համար ու ասեց, ով որ կընդունի Հիսուսին Տեր ու Փրկիչ, այս Տիդղոսը կունենա։ Աստված որոշեց, որպես մենք իր որդիները լինենք։ Իր որդիները լինենք։ Գիտեք, ամեն մեկը ովքեր ունեք զավակներ, դուք գիտեք սա ինչ է։ Որդի լինել նշանակում է ունենալ արտոնություն։
ունենալ արտոնություն համարձակությամբ մոդենալու, ունենալ արտոնություն իր խնդրանքը ուզելու, ունենալ արտոնություն մոդենալու հաղորդակցության, ունենալ արտոնություն գնալու իր ծնողների գիրկը նստելու, ունենալ արտոնություն ինչ որտեղ խաղալու, կադակ անելու, ունենալ արտոնություն համարձակությամբ մոդենալու։ Ինչու համար, որովհետև առանց սրա մենք չենք կարող մեր երկնային հոր կամքը իրականություն դարձնենք երկրի վրա։ Միմիայն Աստծո որդիներն են, ովքեր ունեն լիարժեք իրավունք եւ իշխանություն երկրի վրա բերել Աստծո թագավորության զորությունը։ Ծառան չունի իրավունք իր տիրոջ զորությունը բերելու։ Հրեշտակը չունի իրավունք, որովհետև ինքը ուղղակի ուղարկված է։ X միադանունով կոչված մեկը, որի մասին մենք մտածում ենք ինչու այդպես չի եղել, ինքը չեր ունենա իրավունք, բայց որդիները ունեն իրավունք։ Եվ դու Աստծո որդի ես։ Եվ դու Աստծո որդի ես։ Ու մենք ամեն մեկս ունենք իրավունք կանգնելու իր առաջ ու ասելու, հայ շնորհակալ եմ քո խոստումների համար, ես կանգնում եմ այդ խոստումների համար եւ Տեր Հիսուսի անունով թող հրաշքը լինի։ Ես կանգնում եմ այդ խոստումների համար ու Հիսուսի անունով Տիրոջ հոգին թող ավելի շարժվի երկրի վրա։ Տիրոջ հոգին թող փոխի իմ ներաշխարը, թող փոխի իմ հասկացողությունը։ Գիտեք, մենք փոխվում ենք, որովհետև մենք որդիներ ենք։ Հրեշտակները չեն փոխվում, հրեշտակները ինչպես որ կան, այնպես էլ շարունակում են մնալ իրանց վերջի կատարած ընտրությունից հետո, իրանք այլևս նույնն են։ Որդին է, ով կարող է նորոգվել, որդին է, ով կարող է փոխվել, մեղքի ապականությունից դառնալ աստվածային հավիտենությանը, որդին է, ով կարող է իշխանություն կիրառել, ու մենք Աստծո որդիներ ենք։ Ու շատ անգամ ուզում եմ նորից այս ամենաառաջի համարի մասին խոսեմ, ուղղակի ակնարկեմ, թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում։ Մենք որդի ենք, բայց շատ անգամ որպես որդիներ ապրում ենք այդ թշվառի կարգավիճակի մեջ։ Ապրում ենք մտածելով այս բանը անեմ, թե չէ։ Տեսնես Աստված ես ծմերել մեզ կորտնի, թե չէ։ Տեսնես Աստված իմ կյանքի մեջ այս խնդիրը կլուծի, թե չէ։ Դե ես աղոթել եմ, հավատում եմ, որ լուծում կգա։ Մի կենտրոնացի նման փոքր բաների վրա։ Աստված քո միջոցով մեծամեծ գործեր ունի անելու։ Ու մի խոսք, որը ուզում եմ կարդամ ձեր համար, հետո պատկամը կշարունակեմ, փորձեմ գտնել այս խոսքը, մի ազնվորություն Աստծո ծառաներից, ով շատ ճանաչված ազնվորություն է, ինքը հետևյալն է ասել, փորձեմ անգիր վերարտադրեմ, ինքը ասում է, մի ասա Աստծուն, թե ինքը ինչը ինչպես անի։ Ուղղակի Աստծուն ասա, թե դու իր կամքը ինչպես ես կատարել։ Մի ասա իրան ինքը ինչպես, որը ինչ ձևով անի։ Տեսեք, շատ անգամ մենք ասում ենք, հա Տեր Աստված, օրհնիր ինձ քո ներկայությամբ, այս հարուստ բարեկամս գալու է մեր տուն, օրհնիր ինձ։ Քո գործը չէ այդ հարուստ բարեկամը։ Հա Տեր Աստված, օրհնիր ինձ, մի հատ տեղամիջոց են հայտնաբերել իմ հիվանդությանս համար, օրհնիր ինձ հնարավորություն ունենամ այդ տեղամիջոցից ունենամ։ Քո գործը չի Աստված ինչպես քեզ կօրհնի։ Ուղղակի ասա Տեր, շնորհակալ եմ, որ ես քո որդին եմ, եւ իմ հավատքը խարսխում եմ դեպի առաջ, դեպի այն օրհնությունը, դեպի այն հրաշքը, դեպի այն արթնությունը, դեպի այն բլուրներից բխող կետերի աղբյուրները, որոնք դու ուղղակի խոստացել ես ինձ։ Ու այդ ժամանակ իրականում քո կյանքը կփոխվի։ Գիտեք, մի բան, որը շատ անգամ մենք տեսնում ենք մեր իրականության մեջ, ու շատերս սովորել ենք գուցեև այդպես ապրել, կամ շատերս դեռ փախում ունենք, եթե նկատել եք մարդը, ով որ խնդիրներ ունի ու գումար չունի, ինքը ներքուստ իր ընկճվածությունը կսկսի արտահայտվել նաև իր խոսքերի ու գործողությունների մեջ, իր քայլելու մեջ, իր մտածելակերպի մեջ, որ կարողանամ կառնեմ, որ հնարավորություն լինի կանեմ, դե լավ է, փառք Աստծո, մեր գործողությունների մեջ այդ ամեն ինչ արտահայտվում է, բայց գիտեք որն է Աստծո կամքը։ Մենք ապրելու ենք այն հասկացողությամբ, որ ամենահարուստ Աստվածը ունենք, ու ինքը իրա ուզելով միշտ կմատակարարի մեզ։ Սա շատ կարևոր է։ Մենք եկեղեցում շատ ծրագրեր ու նպատակներ ունենք, ու դուք փորձառաբար գիտեք, այս եկեղեցում նույնպես մենք շատ ծրագրեր ու նպատակներ ենք իրագործել ու շարունակում ենք իրագործել։ Գիտեք, մտածում ենք ավելի շատ ունեցողի պես։
մի առիթով մեկին ասում է մենք տեսիքներն ու նպատակները, որ մենք ունենք ու ուզում ենք իրագործել, մեզ շատ գումար պետք չէ, ընդամենը մոտ 200 միլիոն դրամի չափով որ լինի, առայժմս հերիք է։ 200 միլիոն դրամ, հա, այս չափի տեսիլքի համար առայժմս կանը հերիք է։ Ու գիտեք, ասում եմ ձեր կարծիքով մենք այդ գումարը ունենք։ Մենք չունենք, բայց մեր Աստվածը, ամենակարող Աստված, կմատակարարի իրա ուզելով, քանի որ այդ ամենը իրա փառքի համար ենք ուզում անել։ Ու այն ինչը դու քո կյանքի մեջ որոշես անել իրա փառքի համար, որպես Աստծո որդի, մատակարարողը ինքն է։ Լցնողն ու լրացնողը ինքն է։ Բայց երբ որ մենք փոքր ենք մտածում ու երբ որ մենք կենտրոնացած ենք անգամ մեր առօրյա խնդիրների համար, հավատ չենք արձակում առաջ շարժվելու համար, մենք սահմանափակում ենք Աստծուն։ Որդիները կարող են ապրել ծառայի պես ու ամբողջ իրենց կյանքում մնալ ծառա։ Բայց մենք կանչված ենք լինելու որդի, ով որպես որդի կապրի Աստծո առաջ, իր հավատքը խարսխելով ապագայի վրա։ Ուզում եմ հավատքի մասին մի քանի խոսքեր նայենք։ Հռոմեացիների 10-րդ գլուխ 17-րդ խոսքը ասում է. ուրեմն հավատքը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Երբ որ դու լսում ես, դու սկսում ես հավատալ։ Երբ որ դու սկսում ես հավատալ, դու սկսում ես խարսխել քո հավատքը այդ ապագայի օրհնության վրա։ Դու սկսում ես դեպի առաջ քայլ անել։ Գիտեք, հավատքը գործողություն է։ Դու չես կարող ասել ես հավատում եմ ու ոչինչ չանես։ Քանիստ եք հավատում, որ Հիսուսը փրկիչ է։ Գիտեք, իրականում այդ հավատքը երբ է դրսևորվում։ Երբ որ դու ուրիշների հետ խոսում ես, որ Հիսուսը փրկիչ է։ Գուցե եւ չգիտեիր այդ մասին։ Հիմա իմացի։ Քո հավատքը դրսևորվում է այն ժամանակ, երբ որ դու տեսնում ես մեկին, ով ունի փրկության կարիք, բժշկության կարիք, մեղքերի թողության կարիք, ու դու ունես հնարավորություն իր հետ խոսելու։ Այս սա է հավատքը։ Հավատքը այն չէ, որ մենք հավատում ենք Հիսուսը փրկիչ է ու մենք փրկված ենք։ Սա է հավատքով առաջ դեպի խարսխելը, քո հավատքը դեպի առաջ խարսխելը։ Սա է հավատքի գործողությունը, որը մենք անում ենք։ Մեկ ուրիշ համար Եբրայեցիների 11-րդ գլուխ առաջի երկու համարը եւ նաեւ 6-րդ համարը հավատքը հուսածած բաների հաստատումն է ու աներևույթ բաների ապացույցը։ Այն ինչին հուսում ես, հույս ունես այն ինչի հանդեպ որ հույս ունես, հավատքը ուղղակի ապացուցում է այդ ամենի իրական լինելը։ Քանիսդ հույս ունեք, որ դուք կբժշկվեք։ Ուղղակի հավատք արձակիր։ Հավատքը այդ հույսի, չերևացած բաների ապացույցն է, որով դու ուղղակի քայլ ես անում, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին, Աստծո խոսքը ասում է, որովհետև շատ մարդիկ այդ կերպ են վկայություն ընդունել։ Շատ մարդիկ այդ կերպ են փոխվել ու նորոգվել։ Շատ մարդիկ այդ կերպով են մոտեցել Տիրոջը։ Շատ մարդիկ այդ նույն կերպով են քայլ արել հավատքով դեպի առաջ ու տեսել են Աստծո փառքը։ Մենք մտածում ենք ինչու համար էս մեկը եղավ օրհնված։ Գիտեք, իրականում եթե մենք վերցնենք մի կարծեմ 3 թե առաջի օրը Ալիսը խոսում է Ռախաբի մասին, երեք էլ իր պատկամի մեջ հիշադակել է այդ մասին։ Գիտեք, Ռախաբը երբ որ կանգնավ Աստծո կողմից ուղարկված լրտեսների առաջ, ինքը հավատաց, որ իր տունը փրկություն կունենա, ու այդ պատճառով գործեց։ Ինքը ասաց, խոստացեք, որ իմ տունս, իմ հորս տունը կապրի, ու ես կօգնեմ ձեզ։ Ու լրտեսները խոստացան ու իր հոր տունը ապրավ, ինքը հավատալով ռիսկի գնաց։ Ինքը մավան վտանգի գնաց հավատալով։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, թե հավատքը, հա, թե լավ, ես հավատում եմ, գործիր հավատքով։ Եթե հավատում ես, որ Հիսուսը փրկիչ է, մարդկանց կքարոզես Հիսուսի մասին։ Գիտեք, շատ անգամ, եթե ուրիշ կերպ մենք վերցնենք, եթե դու օգտագործել ես մի հատ տեղահաբեր, որը օգնել է քեզ։ Ուրիշների ունեցած խնդրի ու դժվարության ժամանակ դու կառաջարկես իրանց օգտագործել այդ տեղահաբերը։ Կառաջարկես թե չէ։ Կառաջարկես, որովհետև օգնել է քեզ։ Կխոսես այդ մասին, որովհետև օգնել է քեզ։ Ու նույնը գիտեք, հավատքի կյանքի մեջ, եթե դու հավատում ես, որ Հիսուսը փրկիչ է,
Դու կորսվող աշխարհի համար լուր ունես խոսելու, որ Հիսուսը փրկիչ է, Հիսուսը Աստված է, Հիսուսը կարող է քեզ փրկել։ Ու մեկ համար 6-րդ համարն եմ ուզում կարդամ, բայց առանց հավատքի անկարելի Աստծուն հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն փնտրողներին վարձահատույց է։ Գիտեք, շատ կարևոր մի բան, այն ինչը մենք անում ենք Աստծո փառքի համար, այդ ամենի հետևում վարձ կա, այդ ամենի հետևում օրհնություն կա։ Շատ անգամ մենք անում ենք մարդկանց առաջ դեպի մարդիկ, շատ անգամ մենք անում ենք նվիրումով, անում ենք հավատարմությամբ, անում ենք ջանքով, շատ անգամ մարդիկ նայում ու ասում են ո՞րն է իրանց շահ, որ այդ ամենը անում են, գիտեք, այդ ամենի հետևում իրականում աստվածային վարձք կա, ու այդ վարձքը այն օրհնությունն է, որ Աստված բերում է իր զավակների կյանքի մեջ, այդ վարձքը այն օրհնությունն է, որ Աստված ունի իր զավակների կյանքի մեջ։ Ու շատ կարևոր է, որպես մենք գիտակցենք, եթե մենք մոտենում ենք Աստծուն ու մենք մոտենում ենք Աստծուն, մենք պետք է հավատանք, որ ինքը կա, ինքը վարձահատույց է, երբ որ մենք ծառայում ենք իրան, երբ որ մենք նվիրվում ենք իրան, երբ որ մենք հավատքի գործողություն ենք անում նրա փառքի համար, ինքը անպայման վարձահատույց է։ Ու այդ պատճառով ես բերեցի մի պարզ բան, որ ամեն մեկդ կարող եք քննել ձեր կյանքի մեջ։ Արդյոք իրականում այն հավատքը, որ Աստված ուզում է տեսնել քո կյանքի մեջ, ինքը կա քո մեջ, բայց դու իրան գործի վերածում ես, թե չէ։ Դու իրան գործի դնում ես, թե չէ։ Գիտեք ինչու է նման, մենք բոլորս հաշվել գիտենք։ Դու կարող ես տեսնել մի հատ հաշվելու խնդիր, բայց անտարբեր անցնել իր կողքով։ Բայց կարող ես ուղղակի հաշվել խնդիրը լուծել մեկի համար։ Բայց դու անտարբեր անցնում ես։ Թեև դու գիտես, դու կարող ես օգտակար լինել։ Դու անտարբեր անցար, որովհետև մտածեցիր ինքը իր խնդիրը։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք աշխարհը իր խնդիրներով իշ կլինի, բայց մենք պատասխանատվություն ենք կրում այս աշխարհի համար։ Դու գիտեք, մենք պատասխանատվություն ենք կրում այս քաղաքի համար, այս երկրի համար։ Այս քաղաքը քիչ էր, հետո Տերը ինձ դրեց այս երկրի համար պատասխանատվություն կրելու։ Հետո երկիրն էլ քիչ կլինի, չգիտեմ ինչ է լինելու։ Մեկ ալիսի հետ որ խոսում ենք, ասում եմ ալիս հանգստացի, ոչ մի տեղ էլ չենք գնալու, ստեղ ենք ամեն ինչ նորմալ է, ասում է հո ուրիշ տեղեր էլ չենք գնալու, ասում եմ չէ, հանգստացի, ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, մենք պատասխանատվություն ենք կրում։ Արդյոք դու այս պատասխանատվությունը կկանգնես պատվով տանելու համար։ Արդյոք դու կկանգնես այս պատասխանատվության մեջ, որովհետեւ այս երկրից շատ ու շատ մարդիկ փրկվեն, դարձի կան դեպի Քրիստոսին։ Այդ ամենը տեղի է ունենում մեր աղոթքի, մեր նվիրումի միջոցով, հետո մեր ավետարանի բարի լուրը քարոզելու միջոցով։ Գիտեք, շատ մարդիկ, օրինակի համար, մենք մեր իրականության մեջ տեսնում ենք, կան շատ մարդիկ այս երկրի վրա 99%-ը անգամ հավատացյալների մեջ, ովքեր չեն ուզում ուրիշների հոգսերով ապրել, ովքեր չեն ուզում ուրիշների հոգսերին առնչվել, ուրիշի հոգսը իրանց համար կմեռնի, կաբրի, իր խնդիրն է, ինքը իր մուրը, իր գլուխը, իր Աստված իր հետ, բայց գիտեք, Աստված ի սկզբանե այդպես չի ստեղծել, Աստված էր, երկիրը աբականվավ, ինք ուղղակի կարող էր տիեզերքից բաց թողալ աբականված երկիրը, այս երկիրը կործանվեր, որովհետև Ադամն ու Եվան մեղք գործեցին, հետո մեղք գործեցին, ջրհեղեղ ելավ, ջրհեղեղից հետո նորից մեղք գործեցին, բայց Աստված չթողեց, Աստված պատասխանատվություն վերցրեց մեր համար։ Ու Աստված ուզում է, որպես այդ պատասխանատվության զգացողությունը մենք ամեն մեկս ունենանք ուրիշների համար։ Մենք ամեն մեկս ունենանք մեր շրջապատի համար, մեր ազգի համար, մեր երկրի համար։ Սա է ճանապարհը, որի միջոցով Տերը զորավոր ձևով կգործի։ Գիտեք, շատ անգամ մի բան, որ ես հագասություն եմ տեսնում, մենք ուզում ենք հրաշքներ տեղի ունենա։ Մենք աղոթում ենք ուրիշների համար անգամ, որպեսզի բժշկվեն, բայց երբեք չենք ուզում ուրիշների համար Աստծո առաջ պատասխանատվություն կրելով աղաղենք, Տեր թող ինքը փրկվի։ Տեր թող ինքը դարձի գա իր սխալ ճանապարհից։ Տեր թող իրականում ինքը ապաշխարի, թող այս ազգը ապաշխարի, թող այս ազգը փոխվի։ Ամեն մեկս կարծես մեր նավակի մեջ ենք, մեր ստեղծած կյանքի մեջ ենք, մեր կյանքը լավ է, հարմարվել ենք, աշխատավարձը շատ է թե քիչ, դե նորմալ է, բավարարված ենք, մենք մեր կյանքը ապրում ենք։ Ուզում եմ մի բան ասեմ, ոչ մի Աստծո որդի, որ իրականում ունի այդ իշխանությունը, Աստված տվել է իրան, իրավունք չունի ինքն իր կյանքը ապրելու։
Այլևս մեր ապրած կյանքը Աստծո փառքի համար է, որպես Աստծո տեսպաններ, Աստծո ներկայացուցիչներ, Աստծո որդիներ, որոնց Աստված ուղարկել է այս երկիր գործելու համար։ Գիտես, դու ուղարկված ես Աստծո։ Շատ անգամ մենք սա չենք ընդունում։ Դե Աստված կյանք է տվել, ապրեմ, երեխեք ունենամ, կյանքս ապրեմ, ծառայում եմ Աստծուն, մենք ուղարկված ենք երկնքից, դու ուղարկված ես երկնքից, կամ քո առաքելությունը նորմալ Աստծո կամքի համաձայն կանես կամ հետո Աստծուն պատասխան կտաս դրա համար։ Սա իրականում շատ կարևոր է։ Մեկ ուրիշ համար, որ ուզում եմ կարդամ Հակոբի թղթի 2-րդ գլխի 20 և 23-րդ համարն է։ Բայց ուզում ես իմանալ ով փուչ մարդ, որ հավատքը առանց գործերի անիմաստ է։ Հակոբը ինքը շատ խիստ է ասում էս բանը։ Հավատքը առանց գործերի անիմաստ է։ Այլ կերպ ասած, եթե դու հավատում ես Հիսուսը փրկիչ է, բայց մարդկանց չես ասում, որ Հիսուսը փրկիչ է։ Եթե դու հավատում ես, որ Աստված մեղքեր ներող Աստված է, բայց մեղավոր աշխարհի համար պատկամ չունես, որպես իրանց մեղքերը ներվի։ Չունես այդ սրտացավությունը քո մեջ աղաղակ բարձրացնելու իրանց համար Աստծո առաջ, գիտեք, սա ինչ որ ձևով անհավատություն է։ Մեր հայր Աբրահամը չէ որ գործերով արտարացավ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնում ես, որ հավատքը նրա գործերին գործագից եղավ և այդ գործերով հավատքը կատարյալ դարձավ։ Մեր հավատքը կատարյալ է դառնում մեր գործերով։ Երբ որ մենք խարիսխ ենք գցում Աստծո խոստումների վրա և ասում ենք լինելու է, որովհետև իմ Աստվածս այսպես է ասել։ Լինելու է, որովհետև Աստծո կամքը սա է։ Գիտեք, անգամ մեզանից շատերը իրանց կյանքի, իրանց անձնական կյանքի մեջ եղած խնդիրների լուծումը չեն կարող հավատքով ընդունել, որովհետև իրանք ուղղակի հավատում են և չկա գործը, իրանք հավատում են ու երբեք իրանց հավատքի խարիսխը չեն գցում Աստծո խոստումների վրա։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, քո խոստումը այսպես է ասում։ Թագեցեք ու կբացվի, թագելու եմ ենքան մինչև բացվի։ Չկա դուռ, որ չբացվի, ուղղակի թագող է պետք համառորեն։ Ամեն փնտրողը կգտնի, Հիսուսն է ասել։ Ամեն փնտրողը կգտնի, ինչ ես փնտրում։ Ինչ փնտրես, այն էլ կգտնիս։ Մարդիկ կա իրանց կյանքի համար ապահովություն են փնտրում։ Էդ էլ կգտնիս։ Մարդիկ կա իրանց կյանքի մեջ Աստծո փառքն են փնտրում։ Հենց այդ էլ կգտնիս։ Մեր ամենամեծագույն կարիքը Աստծո փառքը գտնելն է, Աստծո փառքի մեջ ապրելը ու այդ փառքը տանելն է։ Եվ այսպես կատարվեց գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամը Աստծուն հավատաց, և դա նրան աշտարություն համարվեց, ու նա Աստծո բարեկամը կոչվեց»։ Քանիստ եք ուզում Աստծո բարեկամը կոչվել։ Ալելույա, ալելույա։ Թույլ տվեք խոնարհաբար համարձակությամբ ասեմ, ես Աստծո բարեկամն եմ։ Ու գիտեք ինչի, մի անգամ մարգարեության մեջ նման մարգարեական պատկամ եղավ իմ համար։ Ես այնքան ուրախ եմ։ Գիտեք, ամենամեծագույն պատիվը Աստծո որդի կոչվելն է, ամենամեծագույն պատիվը, եւ մենք բոլորս ունենք այդ կոչումը։ Մի օրինակ էլ պատմեմ ու կանգնենք աղոթքի։ Մի քանի օր առաջ մենք եղբայրական աղոթք ունեինք ու եղբայրներով հավաքվել էինք ու 1 ժամ աղոթելուց հետո ես առաջնորդություն ունեցա աղոթելու մի հատ պատանի աղջիկա համար, ով որ լուրջ հիվանդության խնդիր ունի, մահվան ու կյանքի կռիվ է տալիս ու արդեն մի տարուց ավել։ Մենք միաբանվանք աղոթեցինք իր համար։ Բայց գիտեք, քանի որ շատ եմ մտածում հավատքի գործի մասին, Արթուրին ասացի զանգե իրանց հետ խոսանք։ Զանգեցին այդ ընտանիքին, այդ ընտանիքը հավաքվավ, ես վերցրել եմ հեռախոս, ասում եմ, տես, հենց նոր Աստված առաջնորդել է, մենք աղոթել ենք։ Իրա կյանքի մեջ հրաշք է լինելու։ Ինքը ապրելու է, բժշկվելու է, ու ասում եմ, իմ ձեռքս բռնելով եկեղեցիներով գալու ես, վկայություն տալու, որ Տերը քեզի բժշկել է։ Գիտեք ինչու համար, որովհետև հավատում եմ Աստված ամենակարող Աստված է։ Աստված ամենակարող Աստված է։ Ինքը հիվանդ է, ինքը խնդիր ունի, ինքը քիմիա է ընդունում, ինքը մահվան ու կյանքի դեմ կռիվ է տալիս, բայց ես մի բան եմ ասում, որը ուզում եմ հավատքս խարսխեմ այն հրաշքի վրա, որ Աստված ունի, որովհետև Աստված ուղղակի խոստացել է այդ ամենը։ Ու սա է հավատքը, որ դու մի հատ համարձակ քայլ ես անում։ Գիտեք, հենց հավատքը գործողություն է։ Ու երբ որ մենք կհամարձակվենք այս գործերը անենք, այդ ժամանակ կգա հրաշքը։
Այդ ժամանակ կգա հրաշքը։ Ու հիշում եմ մի Աստծո ծառա իր կրկի մեջ, երբ որ կարդում էի, ինքը մաշկարյական ազնվորություն է, ինքը ասում է, ես նստած էի մի ընտանիքի մեջ մի քանի ծառաներով, հովիվներով, այդ ընտանիքը տարել էր մեզ հյուրասիրելու համար ծառայությունից հետո, ասում է Աստված խոսած իմ հետ ու ասաց, այս զույգի վրա մաշկարյացի, որ իրանք երեխա են ունենալու։ Ասացի Տեր Աստված, այս զույգին ես 20 տարի է ճանաչում եմ, իրանք 20 տարի երեխա չունին, մի հատ էլ երեխա են ոչ թե գրեպահում են, արդեն 10-12 տարեկան, ինչ ես ուզում ինձանից։ Ունենում են, թող ունենան։ Աստված խոսած հետս ասաց, եթե դու խոսքը չհրճագես, որ իրանք երեխա են ունենալու, իրանք չեն ունենա այդ երեխան։ Ասի Տեր Աստված, ինչ անեմ։ Հետո ասում է, այդ զույգը նստած էր իմ կողքին, իրանց պես մոդեցա, գլուխս մոդեցրեց, ասաց, գիտեք, հենց նոր ես հայտնություն ստացա, Աստված ձեզ երեխա է տալու։ Ու մտածեցի բրձա, էլի։ Քսես քույրը ելավ կանգնավ սեղանի վրա, ասաց, սիրելի Աստծո ծառաներ, հենց նոր Աստված մաշկարյական խոսք տվեց։ Մենք երեխա ենք ունենալու 1 տարի հետո։ Ասում է ես պես կուչ եմ եք, ասում եմ Տեր Աստված, որ տեղի չունեցավ այդ ամենը ինչ եմ անելու։ Իհարկե չի ասել նման բան, բայց ասում է ինքը հրաբարագային դարձրեց այդ խոսքը։ Մի քանի ամիս հետո ինձ զանգեցին, ասացին մենք արդեն փոքրիկի ենք սպասում։ Գիտեք, հավատքը այն է, որ դու հրճագում ես, հավատքը այն է, որ դու խոսում ես։ Հավատքը այն է, որ դու հավատքով քայլ ես անում խարսխելու չերևացած բաների վրա քո հավատքը, չեղածի պես կանչելու իրան, չեղածի պես կանչելու քո կյանքի մեջ այդ օրհնությունը, այդ զորությունը, այս սա է հավատքը։ Ու սիրելի եկեղեցի Աստված ուզում է ամեն մեկի կյանքի մեջ հենց այս հավատքը տեսնել։ Իսկ դուք ուզում եք, գիտեք ճանապարհը, գնացեք ու գործեք։ Հիսուսը փրկիչ է, քարոզեք մարդկանց, որ ինքը փրկիչ է։ Հիսուսը մեղքեր ներող է, քարոզեք մարդկանց, որ ինքը մեղքեր է ներում։ Հիսուսը բժշկող Աստված է, քարոզեք մարդկանց, որ եթե իրանք ապաշխարեն ու փնտրեն Տիրոջը, Աստված կբժշկի իրան։ Համարձակությամբ քայլ արեք, ու սա է ճանապարհը հրաշքի, զորության, սա է ճանապարհը, որ մեր բլուրների վրա Տերը գեդերի աղբյուրներ կբացի։ Խնդրում եմ կանգնեք ոտքի աղոթքի համար։ Սիրելի այ շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում ենք քո հավիտենական անունը, Տեր։ Մենք բարձրացնում ենք քեզ, մենք մեծարում ենք քեզ։ Դու ես մեր հավատքի առաջնորդը։ Եվ սիրելի Հիսուս, մենք ուզում ենք հետևել քո օրինակին։ Մենք ուզում ենք հետևել քո օրինակին այնպես, ինչպես դու ասացիր, ամեն ով որ ինձ կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի, ու Ղազարոսին հարություն տվեցիր։ Մենք ուզում ենք հետևել քո օրինակին մեր հավատքի առաջնորդ եւ կակնել այդ հավատքի դիրքի մեջ, որտեղ կլինենք համարձակ, խիզախ, կակնելու եւ գործելու համար։ Որտեղ կլինենք համարձակ ու խիզախ, կակնելու եւ քո անունը հռչակելու համար։ Որտեղ կլինենք համարձակ եւ խիզախ, կակնելու եւ խոսելու, որ դու փրկիչ ես եւ դու մեր Աստվածն ես։ Շնորհակալ եմ հավիտենական արքա։ Տեր Հիսուսի անունով, քո ժողովրդի վրայից, ես խեղճությունը, թշվառության ծածկոցը Հիսուսի անունով հեռացնում եմ եւ ասում եմ բեր մի նոր հասկացողություն, բեր մի նոր մտածելակերպ, որի մեջ եւ որի միջոցով կկակնեն զորությունով, կկակնեն ընդունելու քո փառքը, կկակնեն իրենց հավատքի խարիսխը գցելու քո խոսքի վրա, քո ջրերի մեջ եւ ամուր կարճելու այդ խոստումներից։ Մենք շնորհակալ ենք Տեր, մենք շնորհակալ ենք Տեր, մենք շնորհակալ ենք Տեր, մենք շնորհակալ ենք Տեր, մենք շնորհակալ ենք Տեր։ Մի բան եմ հոգուս մեջ զգում, որ ուզում եմ ասեմ քեզ։ Դու շարունակիր մնալ աղոթքի մեջ եւ միաժամանակ լսել։ Հավատքի խարիսխը, կարծես մեր հավատքի նավակը շարժվում է Աստծո խոսքի վրայով, որ այն կեդերն են, ջրերն են, որտեղ մեր հավատքի նավակը կա,
ու ամեն անգամ այդ ջրերի մեջ մենք տեսնում ենք Աստծո խոստումները ու եթե մենք հավատում ենք, մենք ուղղակի խարիսխ ենք գցում այդ ջրերից, այդ օրհնությունից, այդ խոստումներից օգտվելու համար։ Եթե չենք հավատում, շարունակում ենք փնտրել, շարունակում ենք գնալ, բաց թողնելով հնարավորությունները, բաց թողնելով օրհնությունները, մտածելով ինչ որ մի բան կլինի, ինչ որ մի բան կգտնեմ, որը նոր է, բայց Աստված ուզում է, որպես քո հավատքի խարիսխը ուղղակի դու գցես նրա խոստումների վրա։ Ու այդ պատճառով Հիսուսը ասում է. ամեն խնդրողին կտրվի, որտեղ 2-ից 3-ը միաբանվեն մի բանի համար, ես կպատասխանեմ նրանց։ Ամեն փնտրողը կգտնի եւ ամեն դուռը թակողին կբացվի։ Շնորհակալ եմ Տեր։ Սիրելի Հիսուս, այսօր մենք ամեն մեկս միաբանվելով մեր հավատքի խարիսխը ուզում ենք գցել քո խոսքի ճշմարտության մեջ եւ ասել թող այս քաղաքի մեջ արթնություն լինի։ Թող այս երկրի մեջ հրաշքներ ու բժշկություններ տեղի ունենան։ Թող հազարավոր մարդիկ դարձի կան ապաշխարեն, մենք մեր հավատքի խարիսխը գցում ենք քո խոստումների վրա եւ ասում ենք Տեր Պենտեկոստեի հոգին, այսօր էլ նույն հոգին է, որ բնակված է մեր մեջ եւ նույն արթնությունն ու շարժը կարող է բերել մեր կյանքերի մեջ։ Մենք մեր հավատքի խարիսխը գցում ենք մեծ բաների համար ու մեծ խոստումների համար։ Ամեն մեկդ ուզում եմ ձեր հավատքը խարսխեք Աստծո խոստումների վրա, այն խոստումների վրա, որի մասին խոսում է Աստվածաշունչը, ձեր հավատքը ուղղակի խարսխեք այդ խոստումների վրա։ Ոչ թե վերացական, այլ հիշեք մի խոսք, անգամ այս խոսքերը, որոնց մասին ես խոսեցի, բերեք ձեր մտքի եւ ձեր սրտի մեջ եւ հայտարարեք, որ դուք ձեր հավատքը խարսխում եք այս խոսքի վրա եւ տեսնելու եք կաղերը քայլելու են եւ կույրերը տեսնելու են եւ համրերի լեզուն բացվելու է։ Շնորհակալ եմ Աստված իմ, շնորհակալ եմ Աստված իմ։